Տիկին Ծովիկ, պատմեք ինչպես գտաք ձեր կեսին, ձեր ամուսնուն, ոնց ծանոթացաք։ Ամուսինս գյուղումը աչքին գնող տղա էր, շատ առաջադեմ, հասարակության մեջ անուն ուներ, բայց պատերազմի պատճառով մայրը չէր թողել գնա սովորելու, հենց որ զինկոմիսարիատից կանչում էին, հեռացնում էր գյուղից տղային, որ մի տղան կորել էր, զոհվել էր, ասում էր ես մեկը գոնե մնա։ Միասին էին գնում, ահագին ճանապարհ էր, ոտքով գնում էինք, ոտքով վերադառնում։ Միասին գնում էինք, գալիս էինք, մեր աղջիկներից մեկին սիրահետում էր։ Հետո ոնց եղավ այդ աղջիկը ուրիշ հետ ամուսնացավ, սա շատ տխուր էր, մեղքս եկավ, ասի ինչի ես տխրում, դե եթե նա նվիրված էր, կմնար, ուրեմն մի մտածի, ուրեմն նա քեզ նվիրված չի եղել, դու միասի սա արդեն մտածում ա, ու 2 տարի այդպես գնում են, գալիս են մեր տուն, ոչ մամասա տալի, ոչ ես եմ ուզում, ասում է իմ ընկերն ա ինքը, վերջը եկան տուն, բարեկամներով, զորով արաղը լցրին խմեցին, իբր ինձ նշանել, աս ինչքան ուզում եք խմեք, մինչև չսովորի չեմ ուզելու, և ուղարկեցի սովորելու։ Ուր ուղարկեցիք, որ ինչ մասնագետ դառնա։ Ֆինանսական ուսումնարան։ Լավ ավարտեց, ուղարկեցին Ալլավերդի, արդեն մի երեխաս կար, երեխային գրկեցի, կեսուրս իհարկե չէր թողնում գնամ, բայց տղեն ասեց, բա ես մենակ ոնց եմ անելու։ Տիկին Ծովիկ, կորուստները ոնց հաղթահարեն մարդիկ։ Դուք ձեր ամուսնուն եք կորցրել 33 տարեկանում, որդուն եք կորցրել, ինչպես մարդը աշխատանքը ինձ պահեց, աշխատանքը, գործի տեղը պետք է ես ամեն բան տեղը լինի, պակաս բան չլինի, որ ինձ հանկարծ դիտողություն չանեն, իմիջայլոց իմ ուսուցիչներն էին բոլորը, իմ ուժերը գիտեին, բայց դե համենայն դեպս էլի չէի ուզում, որ դիտողություն անեն, դրսևորում էի ոնց որ պետք է, ես ցույց չէի տալի, թե ինչ եմ, մենակ մի օր շատ տխրեցի, գնում էի աշխատանքի, դեմս դուրս եկավ ֆինանսական կոլեկտիվը, բոլորը կային ինքը չկար, այդ մոմենտին աչքերս մտնեց, քիչեր մնում ընկնեի, հազիվ ինձ պահեցի ու հազիվ ինձ գցեցի դպրոց։ Այդ ընկերուհիներս ինչա պատահել, ոչ չէի կարողանում ասեմ ինչա պատահել, այդպես մոմենտեր էլի անցավ գնաց, բայց շատ ուշադիր էին կոլեկտիվն էլ, քաղաքի բնակիչներն էլ, ծնողներս էլ, անգամ իմանում էին ինչ պակաս ունեմ, մեկ էլ տենում էի ուղարկեցին։ 33 տարեկանում եք կորցրել ձեր ամուսնուն, երբևիցե մտքով չի անցել նորից անձնական կյանքը կառուցել։ Չէ, ամոթ եմ համարել, ոնց կարելի էր նրա հիշատակը մոռանալ նորից ամուսնալը, բա իմ երեխեքը, բա 3 երեխա եմ ունեցել, բա կարելի էր թողնել, չէր կարելի, չէ, բոլորովին մտքովս չի անցել։ Ամուսնուց հետո էլ չգործեցի, որովհետև ես ժամանակ չունեի, հազիվ տուն, տանգործ, վար, ցանկ։ Շատ դժվար էր։ Շատ, չնայած օգնողներ շատ եղան, ամբողջ քաղաքը իմ թիկունքին կանգնեց, որովհետև իրան շատ հարգում էին, սիրում էին։ Տունը կիսատ էր, մի օր էլ չի քնել մեջը, հանկարծամա եղավ ու ամեն ինչ կիսատ պրատ, ամբողջ քաղաքը, մինչև 40-ը տունը կարգի գցեց ու գնացին ընկերները մեր գույքը, որտեղ որ ապրում էի, Վարդսուտան էինք ապրում քաղաքում, բերեցին մեջ գցեցին, հիմա ինձ ուզում են բերեն,
ասում եմ չեմ գնա, ես այդտեղ չեմ կարա ապրեմ, բայց ընկերները ասեցին, ինչ ես ասում, այդ մարդը այդ տան համար ա զոհվել, այդ տան մեջ ա իրան էներգիան դրել, ոնց չես ապրի, կգնաս։ Կեսրարս Ռուբիկին դրեց ձիու վրա, ուտելիք վերցրեց, գյուղից երկու երեխու ձեռները բռնած են մեկն է ձիու վրա, կեսրարս բերեց, ծեր էին, բայց հույս էին, կեսրուսել, կեսրարսել, լավ օգնեցին, ուտելիքով, յուղով, պանիրով, մինչև որ մի քիչ ես ինձ հավաքեցի, մինչև հիմա էլ սպասում եմ, հենց գիտեմ կենթանիա կգա, որովհետև ոչ հիվանդացավ, ոչ մի բան, գիշերը հանկարծ այդպես եղավ։ Դժվար ուզեցիք, բայց շատ էիք սիրում իրար։ Երևի ես ինչ գիտեմ, չգիտեմ ինչ ասեմ, սերեր թե նվիրվածություններ, շատ նվիրված եմ եղել, շատ, նրա ամեն մի, մինչև անգամ մի բուռ հող էին վերկալել, մեջքովս թափեր մեծերը, թեխի չգիտեմ, որ մտամ Հանգստանը։ Այդ հողում երկար տարիներ պահում էի, ոչ մեկին էլ չէի ասում։ Հետո ես իմ վիշտը ցույց չէի տալի, երեխեքս էլ չէի ուզում, Ռուբիկը գիշերներ սենց անում, տենալալաց եմ լմթեր չորա, այդպես։ Ռուբենը ձեզ պահեց։ Հա, մինչև հիմա էլ պահմա, մինչև հիմա էլ ուշադրության կենտրոնում, ամեն ինչով, ինչը պակասա բերանիցս դուրս չեկած կա, շատ ու շատ իրեն, աղջիկս էր, մեծ տղաս մահացավ, կյանքը սիրող տղա էր, լավ շրջապատ ուներ, լավ ընկերներ ուներ, այդ ընկերների նվիրվածությունն էլ գերնվիրվածությունը տնաքանդություն է, չի կարելի գերնվիրված լինել ընկերությանը, չափ կա, շատ եմ տանջվել նրա վրա, քան թե աղջկաս ու Ռուբիկի, առանձին էր ապրում, ես մնացի շշմած, չգիտեի ինչ անեմ, չգիտեի ոնց հաղթահարեմ, գերեզմանը աչքիս առաջինա, տանից նայում եմ, էլ չեմ կարում գնամ, ծանր է, ավելի ծանր է, քան ամուսնու ու կորուստը, ամուսնու կորուստը հինացել է, մի կերպ հարմարվել եմ, իրան էլ հիշում եմ, շատ եմ հիշում էլի, այնքան եմ շատ տանջվել իրան վրա, իմ աշխատանքի մեծ մասը նրա վրա է գնացել, եթե նա Ռուբիկի նման ինձ թև տար, քանիս հենց տուն կկառուցեինք, այդպես, հիմա հենց գիտես մոռանում եմ տղայիս, չեմ մոռանում,